շնորհակալ պաշտպանությամբ։ Բավական զարգանում կատոնիալով ես նաև մշտություն եմ դերևս հունիսի 25-ին, այդ մշտության իրավական հիմնավորումները շատ չպաշտպանված են, գրավոր տեքստով կա դատարանի դրամատրության տակ, այլ ըստ էության քննարկման հասնենք, սկսեմ վերջից անկեղծ ասած տարակուսած եմ, որ իմ հարգարժան գործընկերը ակնկալում է դատարանից, որ բարույթի ես քրում վկաների ցուցմունքները գնահատի այնպես, ինչպես ցանկանում է հանրային մեղադրողը, գտնելով, որ վկաների ցուցմունքները ինչ-որ բան են հաստատում եւ դա կալանքի հիմքում դնելով, առհասարակ վկաների ցուցմունքները չեն։ Իմ ասացի մի կբացատրեմ, կներեք որ անդառնում ուղղակի ձեր խոսքը ճիշտ է։ Որ խոսքը ավարտի ձեզ առարկելու նա։ Ես անձամբ ներողություն եմ խնդրում, իմ պնդումը դա չէր։ Հասկանալի է, ավարտի ձեր դիտարկումները կներկայացնեք, շնորհակալ։ Որ դատարանը կարող է առհասարակ գնահատական իրականացնի վկաների ցուցմունքների հետ կապված, թե այդ ցուցմունքները այդ ձայնագրություններ հաստատում են, թե չեն հաստատում, երգում են, այդ գնահատականներից դատարանի սկզբանը հրաժարվել է, քանի որ շատ բաներ հետ մենք էլ համաձայն չենք դատարանի գնահատականները, բայց ըստ էության դատարանի որոշումներ է տարվել, որևէ մեկը բեկանված չեն։ Հետագա խուսափելու համար դատարանի եզրահանգումների վիճակումից ընդդում եմ, որ հանրային մեղադրողի կողմից այդ փաստարկար հասարակ Կոնվենցիա 5-րդ հոդվածով գնահատման ենթակա որևէ գործոնի մեջ չի տեղավորվում, ավելին նույն հաջողությամբ պատվարժան դատարան ես կարող եմ պնդել, որ հանրային մեղադրողի կողմից ներկայացված ձայնագրությունների հետազոտմանը երբ որ հասնենք, ապա կտեսնենք, որ շատ ձայնագրությունների մեջ լսվողը ես շատ նկատի չունեմ ծավալով, այլ էական նշանակություն ունեցող հանգամանքներով, ուղղակի հակասում են արձանագրության մեջ արկաներից եւ ձայնագրություններում լսում է այլ բան, որը իմ գնահատման կարող է կողմի գնահատական ֆայլ է, ինքը հոգուտ Վարդան Ղուկասյանի է, բայց չգիտես ինչու, օրինակ օպեր լիազորը այդ ձայնագրության մեջ լսվածների մեջ այրը դա է դարձրել, երկրորդ դեմքը երրորդ դեմք է դարձրել, կամ առաջին դեմք է դարձրել եւ օրինակ այնտեղ պարզ լսվում է երրորդ դեմքի մասին խոսակցություն, օրինակ Բայց քանի որ ես համաձայն չեմ, որ հանրային մեղադրողը ակնկալում է, որ այդ կարգի քննարկումներ կամ գնահատական պետք է իրականացնի դատարանը, ես էլ զերծ կմնամ, ուղղակի օրինակը բերեցին դրա համար, որ առհասարակ նման տիպի գնահատականները դատարանին արդեն արձանագրել, որ կապան միջոցի հարցերի քննարկման շրջանակներում գնահատման ենթակա չէ։ Անդրադառնալով պարոն Դանիելյանի խոսքերին, առհասարակ այսպեսի մի նախ մտավախություն Մայիսի 25-ից հետո երկու նիստ է նշանակված եղել, որը տեղի չի ունեցել, ընդ որում մեկը հենց հանրային մեղադրողների չներկայանալու պատճառով։ Ինձ օրինակի համար հետաքրքիր էր, եթե հունիսի 6-ին կամ հունիսի 25-ին դատական նիստ տեղի ունենար, արդյոք պարոն Դանիելյանը կասեր, որ ենթադրաբար այդ հանցանք է կատարվել այս ընթացքում, հետևաբար դա նույնպես գնահատման ենթակա գործոն է, խափանման միջոցի քննարկում։ Իսկ եթե պարոն Դանիելյանի ժամանակ դա չէր ասել, Արդյոք դատական նիստը, որ հունիսի 25-ին տեղի չունեցավ հենց այն պատճառով, որ այսօր դատական նիստին պարոն Դանիելյանը նման բան ասել։ Հիմա ոչինչ կասկածություն ունեմ, այդ մասին նաև գրավոր եմ հայտնել պատվարժան դատարանում։ Այս առումով պարոն Դանիելյանը շատ լավ է հիշում, երբ որ մեկ անգամ 5 շաբթի օրը դատական նիստ էր, դատարանը նիստը նշանակեց հաջորդ օրը, այսինքն մեկ օր հետո կա, եւ պաշտպանության կողմը չկարողացավ որտեղ նախապես նշանակված բազմաթիվ նիստեր կար ներկայանալ եւ մի քանի նիստ պարոն Դանիելյանը այդ պաշտպանական կողմի չներկայանալը շահարկում էր եւ ասում էր որ պաշտպանական կողմը չի ներկայացել պաշտպանական կողմի պատճառով դատավարական գործողությունները չեն իրականացվել ծավալ չի սպառվել իսկ հիմա այս պարագայում պատվարժան դատարան մայիսի 25-ից հետո արդեն շուրջ 2 ամիս է դատական նիստ հաջորդ դատական նիստը այսօր է եղել եւ 2 ամսվա մեջ 3 վկայի չարծաքննելը որևէ կերպ կապված չէ պարոն Ղուկասյանի վարկագծի հետ։ Սա մեկ։ Երկրորդը պատվարժան դատարան դատալեցում արկա ինչ-որ տեղեկատվություն մեղադրանքի վերաբերյալ։ Ես ներգրաված չեմ այդ իրական վարույթին, ես տեղյակ չեմ այդ իրական վարույթին, բայց պատկերացնենք մի իրավիճակ, երբ կոնկրետ այդ իրական վարույթով պետք է քննարկեն անձի նկատմամբ խափանման միջոցի հարց։ Առնվազն որը առաջարկություն հիմնավոր կասկածը խափանման միջոցի պայման պետք է քննարկեն, նկատի ունենք իրական վարույթով, որը հիշատակել պարոն Դանիելյան։ Այսինքն հիմա մենք դրում ենք մի հատ առնչություն, մի հատ դիտել կատարված հանցան, ասում ենք բերեք այս վարույթով, դա դիտենք կալանքի 5, շրջանցելով բոլոր այն երաշխիքները, որոնք առհասարակ կոնվենցիա 5-րդ հոդվածը տալիս է։ Այդ թվում
առաջին առնչատությունը այդ մակարդակով գոնեսը որևէ տեղեկություն ներկայացվել է դատարանին, որ դատարանը գնահատի, որ քանի որ այն նիստերին, որոնք չեկան հանրային մեղադրողները, այդ նիստերից հետո ինչ որ մեղադրանք առաջադրվել, այս հանգամանքը գնահատենք, որպես նոր հանցանք կատարելու ռիսկ, առանց այդ հանգամանքի մասին գետում է պատշաճ տեղեկատվություն ունենալու եւ գնահատելու համար թե առհասարակ դա կարող է որ հանցանքի ռիսկը գնահատելու համար իրական համարվել, թե չհամարվել։ Հետաբար կարծում եմ, որ այս առումով խնդրահարույց է պատրաստական դատարան, որովհետեւ մենք բոլորովին այլ հանցանքի այլ տեղեկությունների մասին ենք դեպքի մասին ենք խոսում, այլ դեպքի վերաբերյալ նվազագույն տեղեկություններ անգամ չունենալու եւ գնահատել գոյություն չունեցող տեղեկությունները իմ կարծիքով խնդրահարույց է։ Անդրադառնալ կոնկրետ իրավիճակին արդեն կոնկրետ այս վարույթի պատվաժան դատարանը նույնիսկ մեր մոտ տարանկանում կար դատարանի որոշումների հետ կապված, թե արդյոք զուտ թվաբանական ցուցանի շրջականների գոյությամբ դա է գազ դատարանի քննության կողմից գնահատված քննության խոչընդոտելու ռիսկի հիմքում։ Եվ դատարանը նշեց, մեզ պարզաբանեց, որ այո, դատարանը այս ռիսկի հետ կապված իր գնահատականը կարող է փոփոխվել, եթե լրիվ 16 վկաներներ արձակնվում են վերջանում։ Այդ պարզաբանումը մեզ տվել է դատարանը։ Եվ միևնույն ժամանակ դատարանի նախորդ որոշումներում միշտ արձանագրել է, որ հանցանք կատարելու ռիսկ կա, այնպես չէ, ինքը բացարձակապես գոյություն չունի, բայց այդ ռիսկը դատարանը գտել է, որ հիմք չէ անձին շարունակական քաղաքի տակ պահելու համար, կամ միայն այդ ռիսկով անձին կառավարելու եւ քաղաքի տակ հիմք չէ։ Հիմա պատվաժան դատարան մենք հասել ենք մի փուլի, որ առհասարակ վկաների հարցաքննելու միջոցով դատավարական գործողություններ չկան։ Անդրադառնալով հնարավոր լրացումներին վկաներ բերելու պատվաժան դատարան կարող է վերականգնել վկաներ ուղղակի նոր քննության իր վկաների անհրաժեշտություններին։ Եթե մենք այս արժան տարածական մեկնաբանենք քննությանը խոչընդոտելու ռիսկը, մենք կարող ենք հավերժ մարդուն պահել կամակի տակ առանց դատավճիռի։ Միշտ կարելի է վերացական ենթադրել, որ կարող է վճռավեկը մի տարի, երկու տարի այս գործ վեկանի հետ երկին նոր քննության, եւ նոր քննության ժամանակ անհրաժեշտ ունի կերպի վկաների հարցակնել։ Այս պայմանությամբ կա վկաներ, որոնք ենթակա են հարցակնման։ Իմ կարծիքով դատարանը ամենադյուրատելի կանխատեսական բնույթի հանգամանքը դա պետք է գնահատի։ Այս պայմանությամբ ունենք, որ լավը չէ, չունենք։ Կլինի չի լինի, դա իմ կարծիքով առհասարակ վերաբերելի չէ, դա վերաբերելիություն դրան կան, դա շատ վերացական եւ շատ կընդլայնի այդ կանխատեսական բնույթի ինքերի վերաբերյալ գնահատականները, ինչը կոնվենցիայի 5-րդ հոդվածի հետ համատեղելի չէ։ Երկրորդ վտանգը սրա այդ կապված պատվաժան դատարանը։ Ենթադրենք պաշտպանության կողմը ցանկանում է ինչ-որ մեկ փուլում լրացնել դատաքննությունը եւ վկաներ հրավիրել։ Պաշտպանության կողմը 6-րդ հոդվածով իրեն վերակապված է իրավունքից, միգուցե եւ հրաժարվի։ Վախենալով, որ դա կարող է մեկնաբանվել կալանքի։ Ես վստահություն ունեմ, որ դատարանը այդ տրամաբանությամբ չի գնահատի քննության խոչընդոտելու ռիսկը, որը դա առհասարակ շատ վերացական կլինի եւ դա հաջորդը պատվաժան դատարան։ Հիմա մենք ունենք այստեղ դատաքննության ծավալ, որը բացառապես վերաբերում է այնպիսի ապացույցների հետազոտման, որը գտնվում է դատարանի տիրապետման ներքո։ Եվ որևէ բարույթի այլ մասնակցություն չունի տեղյակին։ Այսինքն քննությանը խոչընդոտելու ռիսկը իմ կարծիքով ոչ թե նվազեց համեմատ մյուսների, այլ իսկար վերացավ։ Սա այդ կարող է նվազած լինել, այսինքն ապրիլին մարտի դրությամբ, մայիսին մարտի դրությամբ, հաշվի առնելով, որ վկաները հարցաքննվել են։ Բայց այս պայմանությամբ երբ հետազոտման ծավալը արդեն մենք գիտենք ինչ պետք է հետազոտենք, եւ դրանք բացառապես դատարանի տնօրինության տակ արտադրություններ են, քննությանը խոչընդոտելու ռիսկը իսկար վերանում է։ Այս փոփոխությունը այն նշանի փոփոխություն է, որ ես կարծում եմ, որ խաբարի միջոցի փոփոխությունը պետք է լինի նույնիսկ այնպիսին, որը ազատության զարգման հետ առհասարակ կապ չունի, որտեղ պետք է փոփոխությունը գերեական փոփոխություն է։ Եվ մյուս կողմից պատվաժան դատարան մենք այո մշտապես մինչև մայիս մենք միշտ ասել ենք, որ մենք խնդիրներ կամ այսպես արարքություններ չունենք դատարանի պատշաճ ջանասիրության հետ կապված։ Նույն կարծիքին չենք հիմա, որտեղ ամեն դեպքում, եթե հարցը 3 վկայի հարցաքննություններ, այդ 3 վկայի հարցաքննությունից հետո 2 ամիս է անցել եւ նոր մենք այսօր կարողանում ենք դա ինել։ Դա հետևանքն է միայն Վարդան Ղուկասյանը չպետք է դերի պատվաժան։ Եվ դեպքի շեշտում է հանրային մեղադրողների չներկայանալու 25-ից։ Եվ դրա հետևանքները մշտապես ստեղծել իրավիճակ, երբ դատավարական առաջընթացը որոշակի առումով դանդաղում է, եւ այդ իրավիճակի համար հետևանքի համար միայն պատասխանատու կարգել Վարդան Ղուկասյանն ինքը ոչ միայն օրինական չի, ինքը նաեւ ազնիվ չէ։
Այս առումով պատվաժան դատարան վկաների հարցաքննության ավարտը ինքը արդեն ենթադրում է դատարանի կողմից նախկինում արձանագրված ռիսկերի մի մասի առհասարակ նվազում, նկատունում քննությանը խոչընդոտելու ռիսկը։ Իսկ մյուս արձանագրած ռիսկը բավարար չէ անձին կալանքի տակ պահելու համար։ Իմ խոսքը դրան է։ Բացի այդ, պատվաժան դատարանը առողջական վիճակ առանց դատարանի տեղեկություններ չէ հրապարակում, բայց ինչի մասին եմ ցանկանում նշել։ Այսօր արդեն ամսի 17-ն է, հուլիսի 17-ը։ Ես հուլիսի 1-ին հարցում եմ պետական բժշկական կենտրոն, նախ բարձելու համար 16 օր է անցել, դե էլեկտրոնային ուղարկել են, որ ասեմ 3-4 օր է պոչտապետության։ Եվ նախ առաջին հարցերել եմ, որ այս փորձագետի եզրակացությամբ նախատեսված է, որ որոշակի առումով հետազոտություններ են պետք, որևէ բանավայր հետ չէ կարել, որևէ պատասխան մինչ օրս չկա, եւ հաջորդը պատվաժան դատարան կա անապահ վիրահատության կարիք, ճոպասկի հետ կապված, որը տեսանելի է նույնիսկ անձեն աշխով, եւ խնդրել եմ, որպեսզի օրենքով սահմանված կարգով սեր ժամկետում կազմակերպել համապատասխան վիրահատությունը վարկանպես։ 16 օր է անցել, իսկ ոնե չեն ասում հետազոտությունը եղել է թե չի եղել, ինչ չեն ասում լավ վիրահատությունը առհասարակ նախատեսում, թե չեն նախատեսում կատարել։ Իսկ վիրահատության կապված այնպիսի հանգամանքներ, այնպիսի հիվանդության հետ, որ ինքը կարող է ամեն բանի հետևանք առաջացնել։ Հիմա այս պահի դրությամբ պատվաժան դատարան մենք ունենք արդեն ամիսներ ձգող շարունակական կալանք, ունենք առողջական վատ վիճակ, կապ չունի, որ դա կառավարության ցանկով նախատեսված հանգամանքին չի համապատասխանում, ինքը գործոն է, որը պետք է դատարանը գնահատի որպես գործոն է կոմիտետը ներկայացնում, եւ ունենք մի մտահոգիչ իրավիճակ, որ կա արերևույթ անտարբերություն անձի հիվանդությունների նկատմամբ։ Հիմա եւ ամենակարևորը հասել ենք մի փուլի, որտեղ հականները առհասարակ չեն հարցակվում։ 65 տարի լրացած անց բազմաթիվ տեղեկություններ ներկայացել են թե եկեղեցաշինության, թե քաղաքաշինության, թե առհասարակ հայրենասիրության, հայրենավերության հետ կապված բազմաթիվ տեղեկություններ են ներկայացրել, որում ամեն մարդու չէ, որ ամենայն հայոց կաթողիկոսը ամենաբարձր եկեղեցական շքանշան է տալիս։ Այս առումով պատվաժան դատարան վարույթի այս փուլում որևէ հանգամանք, որը կարող է արտարացնել առհասարակ ազատությունից զրկումը Վարդան Ղուկասյանի, ես կարծում եմ, որ չկա գոյություն չունի։ Ես չեմ ուզում դատախելությունը ծանրացնել եւ կրկնել նաեւ այն բոլոր մտահոգությունները, որոնք նախորդին նաեւ գրավոր են ներկայացրել, բայց անգամ այդ անվայրացական տրամադրվածությունը քաղաքական առումով, որ կա Արամ Ղուկասյանի նկատմամբ, անգամ այդ բոլոր ճնշումները այսօրվա իրավիճակը այն կարգի է փոխված դատավարական եւ օրենքի իմաստով, որ անգամ այդ ճնշումների պայմաններում չպետք է օրենքի անտեսմամբ որոշում կայացվի Վարդան Ղուկասյանի կալանքը շարունակելու, որտեղ կրկնում եմ դատարանի կողմից արձանագրված ամենակարևոր հիմքը իսպակ վերահսկել։ Այս առումով պատվաժան դատարան այդ ընտրանքներ։ Օրինակ եղել է դատարանը որոշակի ռիսկեր է տեսնում, բնականում քննության բնականոն 10 կապավելով, ապա դրա համար կա գրավ։ Մենք առաջարկում ենք 10-ից 15 միլիոն դրամ չափով գրավ, որպես այլընտրանք։ Դե դատարանը գրավի հետ միաժամանակ տեսնում է ավելի խիստ սահմանափակման հիմք, ապա կա վարչական հսկողություն, ընդ որում պատվաժան դատարանը վարչական հսկողություն ունի սահմանափակումներ, այդ թվում նաև այնպիսի սահմանափակումներ, որոնք որոշակի ժամանակահատվածով անձի կարգավիճակը հավասարեցնում են ազատությունից զրկման հաստատի կարգավիճակն եմ ասում, հատկապես ժամային սահմանափակումները բնակության վայրից դեպելու արգելք է։ Ըստ էության տնային կալանք, որ ասում ենք, հենց այդ ժամային սահմանափակման գործոնի ուժով է, որ ինքը վերահսկում է ազատազրկման, վարչական հսկողությունը դեպի սահմանափակ, բայց նման հսկողություն տալիս է։ Հետևաբար գրավի հետ համակցությամբ նաև վարչական հսկողությունը միանշանակորեն հնարավոր է ապահովել հանրային եւ մասնավոր շահերի հավասարակշռությունը։ Որպես ծայրահեղ միջոց, մեր կարծիքով տնային կալանքի կիրառումը կդիտվի այդպիսի ազատությունից զրկման մեկ տեսակը փոխարինելով ազատությունից զրկման մեկ տեսակ։ Հիմա պայմաններում պատվաժան դատարան խնդրում եմ դատարանին Վարդան Ղուկասյանի նկատմամբ որպես խափամիջոց կիրառված կալանքը փոխել, որպես այլընտրանքային խափամիջոց կիրառել գրավը ողջամիտ գումարի չափով կամ վարչական հսկողություն կամ համակցության գրավ, վարչական հսկողության հետ կամ ծայրահեղ դեպքում տնային կալանք։ Այո։